Բարև ձեզ, Armenpress-ի podcast-ի տաղավարում հյուրընկալել ենք էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանին։ Փոխնախարարի հետ կզրուցենք արդյունաբերության ոլորտի, թանկարժեք մետաղների արտադրության եւ այլ թեմաների վերաբերյալ։ Պարոն Զաքարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերելու համար։ Անդրադառնալով արդյունաբերության ոլորտին, այս տարվա առաջին ամսում աճը 16% էր։ 2025-ի արդյունքներով արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 4.7%։ Ի տարբերություն տնտեսության մյուս ճյուղերի արդյունաբերության ոլորտի աճը կարծես թե այնքան էլ առաջանցիկ չէ։ Նախ դուք ինչպես եք գնահատում աճի տեմպը եւ դա ինչ գործոնների ազդեցությամբ է տեղի ունենում։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ արդեն լավ ցուցանիշ է 2026 թվականը սկսել 10%-ից ավել աճով, քանի որ եթե նայենք 2025 թվականի ցուցանիշները, մենք 2025 թվականի առաջին եռամսյակը սկսել ենք նվազող ցուցանիշ տոկոսներով եւ արդյունաբերությունը մինչեւ 26.6% նվազում ուներ, օրինակ փետրվար ամսին 2025 թվականի։ Նվազումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով եւ հատկապես պայմանավորված է, որ ոսկու վերարտահանումը, որը Հայաստանի Հանրապետությունում որոշակի մշակման էր ենթարկվում, կրճատվել էր։ Եթե նայենք 2025 թվականի ներմուծման եւ արտահանման ցուցանիշները, կտեսնենք, որ մոտ 30% մենք ներմուծման եւ արտահանման նվազում ունենք, սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը դուրս է գալիս օտարածին եւ ոչ իրենից կախված գործառույթներից եւ սկսում է ռեալ տնտեսական աճ ապահովել եւ այդ բացասական հետևանքը, որ մենք ունեցանք տարվա սկիզբ, մենք կարողացանք կառավարության քաղաքականության արդյունքում եւ չեզոքացնել եւ արդյունքում վերջին 6 ամիսների ընթացքում աստիճանաբար ապահովել արդյունաբերության աճ եւ ընդհանուր տարվա կտրվածքով ստանանք 4.7 արդյունաբերության աճ։ Այս տարի ավելի լավ ենք սկսել, նշեցի, որ այլևս Հայաստանի Հանրապետության տնտեսությունը գործում է իր իրական արդյունաբերական պոտենցիալով եւ սկսում է զարգացնել եւ աճը ապահովել իրական արտադրությամբ, որի արդյունքում թվերը հենց տարվա սկզբից լավն են։ Անցած տարի մեր ընդհանուր արդյունաբերական ծավալը հասել է մինչեւ 3.4 տրիլիոն դրամի, որը բավականին մեծ ծավալ է։ Գիտեք, որ նաև Հայաստանի ծագում ունեցող արտադրանքի արտահանումը նույնպես շեշտակի ավելացել է, սա նույնպես խոսում է իրական տնտեսության աճի մասին։ Պարոն Զաքարյան, անկումից հետո ինչպես կարողացանք տարվա առաջին ամսվա արդյունքում երկնիշ աճ ապահովել, հիմնականում ինչ գործոններ, ինչ հիմքեր եղան արդյունաբերության որ ճյուղերի աճի հաշվին։ Իրականում մենք արդյունաբերության ավելացումն ունեցել ենք մի քանի ոլորտներում, առաջինը դա հանքարդյունաբերությունն է, մենք տարվա սկզբում ունենք բավականին խնդիրներ հանքարդյունաբերության ոլորտում, թեղուտի հանքավայրը չէր կարողանում գնոտ ճարել, որպեսզի կարողանա արտահանում իրականացնի, գիտեք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնի դեպքեր տեղ ունենում եւ կանգնած է տարվա սկզբից, բայց տարվա ընթացքում առնվազն առաջին եռամսյակից հետո այդ հարցերը ամբողջությամբ լուծվեցին եւ այս հանքարդյունաբերության ոլորտի այս երկու գիգանտները սկսեցին բավականին լավ աշխատել եւ նաեւ հասան իրենց արտադրական մաքսիմումներին։ Մենք ունենք նաեւ առաջընթաց տեքստիլ ոլորտում եւ գիտեք, որ տեքստիլ ոլորտում արտահանումը նաեւ ավելացել է։ Մենք ունենք աճ
ալյումինի արտադրության ոլորտում, այստեղ նույնպես խնդիրներ ունենք, բայց պետություն մասնավոր համագործակցության, ճիշտ համագործակցության արդյունքում մենք կարողացանք նաև Երևանի ալյումինի կանաց գործարանի առողջացնել եւ տարվա ընթացքում մինչև 30% արտահանման աճ գրանցեց նաև ալյումինի նրբաթիթեղի արտահանումը, մենք ունենք լավ ցուցանիշներ նաև քիմիական արտադրության ոլորտում, գիտեք, որ Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնք տարբեր քիմիական արտադրություններ են իրականացնում ներկանյութերի արտադրություն եւ այլն, որտեղ կրկին բավականին լավ աճ ունենք եւ նաև ունենք ոսկերչության ոլորտում բավականին լավ աճ, որը ոչ թե ոսկու արտահանումներ, ես շեշտեցի նախապես, որ այդ մասը արդեն գրեթե դուրս է եկել ընդհանուր ցուցանիշների դաշտից, բայց մենք ունենք նաև ոսկերչության զարդի արտահանման աճ նույնպես։ Խոսեցիք հանքարդյունաբերության ոլորտից, կառավարությունը խոսել է այն մասին, որ մշակող արդյունաբերությունը պետք է դառնա տնտեսության հենասյուներից մեկը եւ որ մեր տնտեսությունը ավելի շատ պետք է լինի վերամշակող, քան պարզապես արդյունահանող։ Հիմա այս աճի որքան հատվածն է ապահովել հանքարդյունաբերությունը եւ որքան հատվածը մշակող արդյունաբերությունը։ Կառավարության սահմանած այդ այսպես ասած թիրախին որքանով ենք մենք մոտ։ Կառավարության սահմանված թիրախին բավականին մոտեցել ենք, եթե չասեմ, որ հասել ենք այդ թիրախին, ինչու, որովհետեւ 4.7% տնտեսական աճի 3%-ային կետը ապահովել է հենց մշակող արդյունաբերությունը, այսինքն մենք մեր արդյունաբերության մոտ 70%-ը մշակող արդյունաբերությանն է վերաբերվում, հանքարդյունաբերությունը փոքր-ինչ ավելի քիչ է, քան 20%-ը։ Ես չգիտեմ, ենթադրում եմ, որ այդ տենդենսները շարունակելու դեպքում մենք կունենանք արդյունաբերության կառուցվածքի նմանատիպ շարունակության դեպքում հանքարդյունաբերության տոկոսի նվազում, բայց դա չի նշանակում, որ հանքարդյունաբերության նվազում, որովհետև հանքարդյունաբերությունը նույնպես կարևոր է երկրի տնտեսության համար, բայց շատ կարևոր է արժեշղթաների երկարացումը։ Եթե հիմա մենք գնում ենք այն քաղաքականությամբ, որպեսզի կարողանանք Հայաստանում ստեղծենք վերջնական արտադրանք եւ արժեշղթաները երկարացնենք մինչեւ վերջնական արտադրանք։ Ընդհանրապես կարևոր է Հայաստանի արդյունաբերության համար 3 կարևոր գործոն։ Առաջինը դա հնարավորինս վերջնական ավելացված մեծ արժեքով արտադրանքի ստեղծումն է, երկրորդը դա հնարավորինս որակյալ արտադրանքի ստեղծումն է, որը որ կապահովի այդ արտադրանքի արտահանումը ավելի վճարունակ երկրներ, եւ երրորդը այս երկու հատկանիշներ ունեցող արտադրանքի հնարավորինս էժան ինքնարժեքով իրականացումն է, սրա հետ կապված նույնպես պետությունը որոշակի քաղաքականություն իրականացնում է եւ իր աջակցման ծրագրերով եւ գիտեք, որ տնտեսության արդիականացման ծրագիր ունենք, որի գործուն մասնակցության արդյունքում մենք 2017 թվականի արտադրական ցուցանիշը, որն էր 5.6 դոլար մարժամով հաշված, մենք 2025-ին հասել ենք 11.3-ի, այս արտադրողականության աճը բավականին կարևոր է եւ ինքը հենց ինքնարժեքի վրա է ազդում, զուգահեռաբար փորձում ենք նաեւ ավելացված արժեքի մասով որոշակի ծրագրեր իրականացնենք, նաեւ որակյալ արտադրանքի թողարկման հետ կապված, քանի որ գիտենք, որ պետությունը հիմա նպաստում է նաև սերտիֆիկացման գործընթացներին, որպեսզի կարողանա մեր արտադրողը արտահանի տարբեր երկրներ եւ արտահանման դիվերսիֆիկացիա նույնպես լինի։ Իսկ այսօր հիմնականում որ երկրներ են արտահանում մեր արդյունաբերական արտադրանքը, դրա որքան մասն է պատրաստի վերջնական արտադրանք եւ հիմնականում ինչ ծավալներով, որ ճյուղերի արտադրանքներն են գնում։ Մենք արտահանում ենք աշխարհի տարբեր երկրներ, 100-ից ավել երկրներ,
բայց դե հիմնական մասը ԵԱՏՄ երկրներն են, բայց պետության քաղաքականությունը դիվերսիֆիկացիային է միտված եւ փորձում ենք այս մասով դիվերսիֆիկացիա ապահովել։ Ես մի քանի թիվ ասեմ, 2025 թվականին արդեն իսկ ասեցի, որ փայլատի թեղի արտահանումը 30% ավելացել է, սա Եվրոպական միություն է ավելացել, նաեւ մոտ 17% ավելացել է տեքստիլի արդյունահանումը Եվրոպական միություն, պահածոների արտադրության արտահանումը մոտ 34% ավելացել է ելի Եվրոպական միության երկրներում։ Մենք փորձում ենք շուկաները դիվերսիֆիկացնել, որպեսզի մեր տնտեսվարողի համար ավելի կանխատեսելի լինի եւ արտաքին գործոնների ազդեցությունը քիչ ազդի, բացի այդ շուկայի դիվերսիֆիկացումը կարևոր է արտահանման շուկայի դիվերսիֆիկացումն անով, որ մենք փորձում ենք գտնել ավելի գնողունակ շուկաներ, որտեղ կարողանանք արտահանել ավելի բարձր արժեք ունեցող արտադրանք եւ ավելի հետաքրքիր կլինի մեր արտադրողների համար այդ շուկաները այս մասով նույնպես պետությունը որոշակի քայլեր եւ ծրագրեր իրականացնում է։ Պարոն Զաքարյան, նշեցիք, որ Եվրոպական միություն տեքստիլի արտահանումը շուրջ 17%-ով ավելացել է, հիմնականում վերջնական ինչ պրոդուկտներ են արտահանում։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք արտադրամասներ, գործարաններ, որոնք որ եվրոպական տարբեր բրենդների համար իրականացնում են ծառայություններ եւ կարում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Zara-ն, Max Mara-ն եւ տարբեր։ Մենք հիմնական վերջնական արտադրանք ենք արտահանում ենք բաճկոններ եւ այլն տարբեր, նաեւ բանվորական արտահագուստ ենք սկսել արտահանել անցած տարի մեր էլի պետության աջակցությամբ մասնակցեցին տարբեր ցուցահանդեսների, որտեղ հնարավորություն ունեցան կնքել մի շարք B2B պայմանագրեր, որոնց արդյունքում մենք ակնկալում ենք 2026 թվականին արտահանման աճ նաև տեքստիլ ոլորտում։ Մենք արտահանման աճ ունենք ոչ միայն տեքստիլ ոլորտում, վերջնական արտադրանքի արտահանման աճ ունենք եւ մետալուրգիական ոլորտում եւ պահածոների, այսինքն սննդի արդյունաբերության ոլորտում եւ մի փոքր նվազել է խմիչքի արդյունաբերության ոլորտը, բայց Հայաստանի Հանրապետությունում ծագում ունեցող վերջնական արտադրանքի արտահանման ծավալները բավականին ավելացել են։ Պարոն Զաքարյան, անդրադառնանք նաև ոսկու արտադրությանը։ Մի քանի տարի շարունակ Հայաստանից արտահանման ծավալներում առյուծի բաժին էր կազմում թանկարժեք քարերի եւ մետաղների արտահանումը։ Խոսքը այստեղ վերարտահանման մասին է, այնինչ ներսում ծավալներ արտադրության այնքան էլ մեծ չէին։ Հիմա մեզ մոտ ներսում արտադրության ինչ ցուցանիշներ ունենք, ինչ ծավալներ կան, որ երկրներ են արտահանում եւ ոսկերչական ու ադամանդագործական քանի ձեռնարկություն կա այս պահին Հայաստանում։ Ոսկերչական եւ ադամանդագործական տասնակից ավել ձեռնարկություններ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ նաեւ իրականացնում են արտահանում, ոսկու ուղիղ վերարտահանումը կամ միջնորդավորված վերարտահանումը հիմա շեշտակերորեն նվազել է, դրա նվազումը բերել է նրան, որ Հայաստանի Հանրապետության ներմուծման եւ արտահանման ցուցանիշները բավականին նվազել են, մոտ 30%-ով, բայց ինչպես նշեցի խոսքի սկզբում, դա բերել է իրական տնտեսության պատկերին եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան ձեռնարկություններ ադամանդագործական, որոնք որ ալմաստի վերամշակմամբ են զբաղվում, ունենք նաեւ ադամանդագործական ընկերություններ արտասահմանյան կապիտալով ստեղծված նաև համաշխարհային կարգի բրենդներ, որոնք որ այստեղ ադամանդագործությամբ են զբաղվում։ Ոսկեչությունը նույնպես, հայկական ոսկեչությունը այս օրերին բավականին լավ առաջանցիկ քայլերով գնում է առաջ, որ մենք հիմա ֆինանսների նախարարությունը ոսկու առևտրի հետ կապված օրենսդրական որոշակի փոփոխություններ է իրականացնում, որը կարծում ենք կբերի նրան, որ այդտեղ գոյություն ունեցող ստվերը նույնպես առնվազն ներքին շուկաների մասով հնարավորինս կկրճատվի, իսկ արտաքին արտահանման շուկաներում մեր ոսկերչական զարդի
համբավը բավականին մեծ է ամբողջ աշխարհում, բացի այդ մեր ոսկերիչները ունեն բավականին լավ ձեռք, գեղեցիկ զարդեր արտադրելու համար, նաև վերջերս իմ կողմից նշված տնտեսության արդիականացման ծրագրով նաև ոսկերչական ընկերությունները բավականին լավ սարքավորումներ են ձեռք բերել լիզինգի գրեթե 0% որը նպաստում է արտադրության լավարկմանը, որակի բարձրացմանը եւ միջազգային շուկաներում նրանք նույնպես սկսել են բավականին լավ խաղալ եւ մրցունակ լինել։ Պարոն Զաքարյան, իսկ վերջնական ոսկերչական զարդերի հիմնականում որ երկրներ են արտահանվում, նաև ադամանդի արտահանման ուղղությունները որոնք են։ Եթե ադամանդից ենք խոսում, ադամանդը, որը որ վերամշակում է Հայաստանի Հանրապետությունում, ասեն ալմազը վերամշակում է Հայաստանի Հանրապետությունում, ստացվում է ադամանդ, դրա հիմնական երկրները Ռուսաստանի Դաշնությունն է, մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունն է, նաև Բելգիային արտահանում եւ այլ երկրներ։ Իսկ ոսկերչությունը մի քիչ այլ է, ոսկերչական զարդերի մեծ մասը արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Թայլանդ եւ ելի մի քանի երկրներ կան, որտեղ արտահանում ենք։ Պարոն Զաքարյան, գերակա ոլորտերում ներդրումային ծրագրերի իրականացման համար տնտեսվարողները տեխնոլոգիական սարքավորումներ, հումք, նյութ ձեռք բերելու համար ազատվում են մաքսատուրքից։ Այս ծրագրի շրջանակում ինչ ցուցանիշներ ունենք հիմնականում, որ ճյուղերի արտադրանքների համար են հումքներ մուծում եւ ինչքան հայտեր կան այս տարի։ Սա Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է, ինչպես տնտեսության արդիականացման ծրագիրը, այնպես էլ մաքսատուրքից ազատման ծրագիրը ինքը նպաստում է ներդրումներին, նպաստում է անգամ գործող ընկերությունների սարքավորումների արդիականացմանը, հիմնականում գերակա ճյուղերը մշակող արդյունաբերությունում են եւ օգտվողներն էլ մեծ մասը մշակող արդյունաբերության ընկերություններն են եւ մենք ապահովում ենք այդ ընկերությունների համար նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորումներ, լիզինգի տոկոսի դեպքում ցածր տոկոսով, մաքսատուրքի ազատման դեպքում արդեն առանց մաքսատուրք վճարելու եւ արդյունքում ընկերությունները կարողանում են միավոր դրամային իրենց կապիտալով ավելի մեծ քանակությամբ կամ ավելի լավ որակի սարքավորումներ ներմուծեն Հայաստանի Հանրապետություն եւ կարողանում են այդ պիսով ավելի մրցունակ դառնան միջազգային շուկաներում եւ տեղական շուկաներում։ Այսինքն փորձում ենք հնարավորինս նպաստել ձեռնարկությունների եւ գործող ձեռնարկությունների եւ նոր կառուցող ձեռնարկությունների արդիական լուծումներով ապահովմանը, որը եւ կարևոր է ինքնարժեքի նվազման առումով, որտեղ դա բերում է նաև ինքնարժեքի նվազեցման, արտադրողականության աճին եւ նաև կարևոր է հետագայում նոր ներդրումների հետ կապված շահագրգռվածության առումով։ Պարոն Զաքարյան, եւ վերջում արդյունաբերության աճի ինչ ցուցանիշ է կակալում այս տարեվերջի արդյունքում եւ հիմնականում որ ճյուղը պետք է այդ շարժիչ ուժը լինի։ Ինչպես 2025 թվականին, 2026 թվականին նույնպես, ես կարծում եմ, որ շարժիչ ուժը լինելու է մշակող արդյունաբերությունը եւ մշակող արդյունաբերության արդիականացման անընդհատ արդիականացման արդյունքում է որ եւ նոր ձեռնարկությունների ստեղծման արդյունքում է որ մենք կարողանալու ենք միջազգային շուկաներ գրավել եւ կարողանալու ենք արտահանումը ավելացնել եւ ոչ միայն արտահանումը նաեւ ներքին արտադրություն նույնպես ավելացնել, որտեղ մենք բավականին շատ արտադրություններ ունենք, որոնք մեր ներքին սպառման համար են եւ շատ կարեւոր են մեր համար եւ ռազմավարական են եւ նաեւ այս աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով հիմա արդեն տեսնում ենք ինչքան կարևոր է որ կարողանում ենք որոշակի ռազմավարական նշանակության արտադրանքներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որը որ ապահովում է ներքին ամբողջ պահանջարկը առնվազն։ Սա վերաբերում է եւ օրինակ ցեմենտի արտադրությանը վերաբերում է եւ
ամրանների արտադրությունը, որը անցած տարի մեր քաղաքականության արդյունքում կարողացանք եւ մեր ձեռնարկությունները պահենք, առողջացնենք եւ ստեղծենք ճիշտ մրցակցային պայմաններ ներկրող ընկերությունների համար հակադեմպինգային քաղաքականություն իրականացնենք, որի արդյունքում մեր ընկերությունները կարողացան շահույթ ստանալ, զարգանալ, բարգավաճել, արդյունքում մենք շատ ռազմավարական արտադրանքի մասերով բավականին ինքնաապահովված ենք։ Նմանատիպ գործողություններ իրականացնում ենք նաև արտահանող արտադրանքների հետ կապված եւ մի sense հետաքրքիր բան ասեմ, արտադրող ընկերության սկզբից, ստեղծումից մինչև արտահանման վերջին կետը, որ արդեն արտադրեց եւ արտահանում է, բոլոր պրոցեսներում պետությունը իր մասնակցությունը ունի, իր աջակցման ծրագրերն ունի եւ սա է նպաստելու, որպեսզի կարողանանք 4.7% աճը, որ գրանցել ենք 2025 թվականին, ունենալով 25 թվականի առաջին եղամսյակի ծանր իրավիճակ արդյունաբերության ոլորտում, մենք 2026 թվականին գերազանցենք եւ ստանանք ավելի լավ ցուցանիշներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։